Բարև ձեզ, այսօր Երևան Today-ի հարցազրույցի տաղավարում հյուրընկալել ենք մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ ԿՊԱ-կան կայքը օրեր առաջ գաղտնալսում հրապարակեց, որի հիման վրա, որի վերաբերյալ քրգործ հարուցվեց հոգևորականների հանրահավաքին մասնակցելու մասով։ Երեկ հրապարակվեց ԿՊ-ի ներքին խոսակցություններ, որտեղ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլորին, ինչքան հնարավոր է շատ մարդ բերել 2023 թվականի հանրահավաքին։ Ինչի ըստ ձեզ քրգործ չի հարուցվում։ Ռետորական հարց է, բայց պարզ է, որ քան Նիկոլ Փաշինյանը իշխանացնի, այդ քրգործը չի ուրեմն առաջանա, բայց այստեղ շատ անհարմար վիճակի մեջ ընկան այն մարդիկ, ովքեր հիմնավորում են ուրեմն արագացուն թեմի առաջնորդի կալանավորում, ասելով, որ ահա տեսեք ինչ բան է արնել, հանցագործություն է արել, հիմա փաստացի իրենք պետք է հայտնեն դատախազությանը, որ այսպիսի օրենքի խախտում է եղել եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր լայք են դրել եւ ովքեր հայտարարել են, որ այսքան մարդ կնի կամ ես կգամ կամ բան, իրենց բոլոր պետք է առնվազն բերման ենթարկեն, հիմա կալանավորեն, չկալանավորեն, ես չգիտեմ, միգուցե Նիկոլ Փաշինյանը որպես բազմազավակ հայր եւ անչափահաս հայր բան չանեն, չկալանավորեն, բայց ամեն դեպքում, եթե դու սա ես անում, դա էլ արա, կամ եթե դա հանցագործություն չի Նիկոլ Փաշինյանի պարագայում, ուրեմն բարի եղի այդ մարդկանց հենց հիմա բացտող թող գնան տուն, էլ այսինքն ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, որտեղից է սկսվում այդ դիկտատուրան, դա ընտրովի արդարադատությունն է, մենք տեսնում ենք այդ վառ օրինակ է ամեն ինչ։ Պարոն Քոչարյան, այդ հանրահավաքին 2023 թվական, եթե չեմ սխալվում, մի քանի հազարից ոչ ավել մարդ էր հավաքվել։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ անգամ հանրապետության բոլոր ԿՊԱ-ականներին խառնելով չեն կարողանում հրապարակ լցնել։ Իհարկե չեն կարող, մինչև հիմա չեն կարող հրապարակ լցնել, ոչ միայն Ավինյանի հանրահավաքի ժամանակ, նույնիսկ 2021 թվականին, երբ որ Փաշինյանը այսպես ասենք հաղթեց ընտրություններում, միևնույնն է, ոչ Գյումրին էր կարողանում լցնել, ոչ Վանաձորն էր կարողանում լցնել, շատ խղճուկ տեսարաններ էին։ Եվ հիմա դա շատ ավելի բարձ խնդրեմ է լինելու, երևի թե հիմա ուղղակի ոստիկանությանը պետք է հրաման տան իրաց տանշորերով գան հանրահավաքի, որպեսզի ինչ-որ տպավորություն ստեղծվի։ Ինձ ասում ինքը էվոլյուցիայի ենթարկվել եւ այսպես կոչված դեմոկրատական տրիբունից ինքը եկել է հասել է դասակ դիկտատոր հայտնի ֆիլմի նման, հա, այսինքն եկել է այն մակարդակի, որ ինքը արդեն որոշում է, որ կարող է պատարակ մատուցել ինչ-որ մեկի հետ, չգիտեմ, որ կարող է մի կառույցի մեջ մտնի, որը ընդհանրապես իր հետ կապ չունի, հա, որ կարող է ինչ-որ բաներից խոսալ, որից ինքը չի հասկանում, մենք պատարակի պահվել կխոսենք, հայտնի, բայց գլոբալ առումով տեսեք, ինքը կարող է այսօր գնա Ստեփանի այդ պատարակի, հա, մասնակցի, որը անօրինական է եկեղեցու կանոնագրքով, վաղ իրենք կարող են իջնել այս նորաբաց ցիրկը եւ ասեն, որ կանրեք ակրոբատներ դուք դուրս եկեք, մենք ենք մի հատ շոու ցույց տալիս, հետո չգիտեմ, Ստեփանի հետ գնան բան հեծանիվ քշեն, աշխարհի առաջնություն հայտարարեն եւ իրենց հրճակեն աշխարհի առաջնության հաղթողներ, դրանից հետո շարունակեն, չգիտեմ, գնան ինչ որ Բիլֆեստի եւ իրենք ինձ ընտրեն որպես լավագույն արտադրող, կարող է Փաշինյանը, չգիտեմ, ամուսնալուծություն լինի, ինքը ասի չէ դու իրանք ես ամուսնալուծվելու, ավելին ես քեզ մի հատ բան կար, ավանդ կար, այդ մարդն էր որոշում, ովքեր պետք է իրար հետ ամուսնանան, հա, ընտրովի բաներ անում, մեկը չգիտեմ Վոլգոգրադից պետք է լիներ, մեկը Կորեայից պետք է լիներ, որ այդ մարդը ասում էր ամուսնանալ եք։ Այսինքն սա էլ եմ ասում եմ դասական տիպիկ փոքրիկ դիկտատորի պահվածք է։ Այսինքն այսօր կարող է վաղարշապատում այդ Արգիշտի Մեխակյանի, հա, աշխատանքից ազատած տնօրենը գա ասի ես չեմ համարում, որ ինձ աշխատանքից հեռացրել եք, ես շարունակում եմ իմ աշխատանքը։ Իհարկե, դասատուն եթե երկուս է նշանակում երեխան ասի դու ինձ իրավունքից երկուս նշանակեմ, Փաշինյանին կասեմ, Փաշինյանը կգա կասի դու օրինակ մաթեմատիկա լավ չես դավասավանդում ու ոչ թե 2 գումարած 2 հավասար է 4, այլ 2 գումարած 2 հավասար է չ։ Ենթադրենք ու սենց է լինելու, հա, կամ չգիտեմ, կարա գնա, արդեն եղել է բանակի հրամանատար, այն ինչ կարող է լինել, ինչ ասես կարող է լինել, էլ եմ ասում դիկտատոր ֆիլմը, որ նայեք, մեր ունկնդիրները… Կոմեդիան չէ։ Հա, կոմեդիա, բայց լրիվ Փաշինյանի արդեն հակով է, եւ այս իրավիճակը, գիտեք, շատ բան կներ, խնդալու կներ, այդքան լացելու չներ այս իրավիճակը, որովհետեւ որոշվում է
Հայաստանի ճակատագիրը, որոշում է մեր հայ մնալու ճակատագիրը, որոշում է հայրաքելական եկեղեցու ժամանակավոր խափանման աշխատանքից առայցան խափանման ուրեմն ճակատագիրը եւ այստեղ չգիտեմ գոնե ինչ որ բանականության ինչ որ աստիճան ունեցող մարդիկ հենց կպում ինչ որ ձեւ պետք է սրա դեմ առնեն որովհետեւ հետո անցնելու է իրենց Օրերս նաև հանրահավաք էր կազմակերպել մեր ձևով ժողովրդական շարժումը եւ ԿՊԱ-կանները անգամ այդ հանրահավաքի մասով ցայնագրություններ էին տարածում իբր մարդկանց ինչ որ ձևով գումարներ են տվել, որ գան մասնակցեն։ Արդյոք Փաշինյանի այս ամենից հետո Փաշինյանի դեմ հանրահավաք գնալու համար մարդկանց պետք է գումար տան, որ գնա։ Փաշինյանի միտինգների համար այո։ Փաշինյանի դեմ։ Չէ, ես էլ եմ ասում, իրանց միտինգներին Փաշինյանի մենը գումարով են գնալու կամ վարչական ռեսուրսի օգտագործմամբ, հա։ Հակառակ դե ինքը չի հասկանում, որ մարդիկ կան, որ Փաշինյանին այլևս չեն սիրում, որ մարդ կարող է գնալ Սամվել Կարապետյանի պաշտպանել աջակցության հանրահավաքի, որ մարդ հետո կարող գնալ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի, չգիտեմ այլ ինչ-որ բան, որ մարդիկ կան, մարդիկ շատ են, տասնյակ 100,000-ով զզվում են իրենցից, հա։ Ինձ բանի մեջ դա չի տեղավորվում, որովհետև ինքը մտածում է 18 թվի տղերը բոլորը իրեն սիրում են, չէ, մենք տեսել ենք ինչ շրջապատով է ինքը դուրս գալիս քաղաք, հա, ոնց են իրան պաշտպանում, ոնց են 2 կիլոմետր հեռավորության վրա արդեն ոստիկանությունները հերթապահում իմանալով Փաշինյանը պետք է 100 մետր քայլի TikTok-ի համար էլի եւ իրենց մոտ ամեն ինչ փողում է այս զայնագրության հիմնական իմաստը բանն է Սամվել Հոփար արտահայտությունն էր որը ընդհանրապես որևէ կապ չուներ Սամվել Կարապետյանի հետ բայց պետք է ժողովրդի մեջ սերմանել որ Սամվել Հոփարը դա հենց բան Սամվել Կարապետյանն է սա ավելի շատ գաղափարական PR նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եզրույթ էր եւ հիմա Սամվել Հոփարը դա հասարակ մարդ էր եւ կարող ընդհանրապես chat GPT-ների հետ ամբողջ խոսակցությունները դա մենք արդեն չգիտենք էլի բայց ընդհանրապես գաղտնազերծումներով աշխատել երբ որ գաղտնազերծումը ինքը միշտ հետաքննության բաղկացուցիչ եւ փակ մասերից պետք է լինել դա մոնտաժեր կտրտել տալ ներկայացնել որպես օրինականություն եւ հետո մոռանալ դրա մասին վառ օրինակներից մեկը մի քանի անգամ ձայնագրություններ են ցույց տալիս եւ նույնիսկ տեսա ձայնագրություններ ադրբեջանական լրտեսների, հա, Հայաստանում հետո բարձր մարդկանց շատ հանգիստ, թաքուն ազատել են արդեն բանդից, ոչ մեկ ներողություն չի խնդրել, այդ ձայնագրությունը չեն ցույց տվելու ասել կներեք սխալվել ենք, հա, այսինքն կարևորը ներկապային մանիպուլացնել, ապատեղեկացնել, հետո արդեն Երևան։ Այսօր երկակի ստանդարտներից շատ կխոսենք, ինձ թվում է, օրեր առաջ ձերբակալվեց Բերման ենթարկվեց Վարդան Ղուկասյանը, նրան կանոնավորել են մեղադրելով կաշառք ստանալու եւ կաշառք տալու մեջ։ Միևնույն ժամանակ ակտիվիստ Արտուր Չախոյանը իրական կաշառքի դեպք է արձանագրել եւ այդ տեսանյութի հետևից ոչ մեկ չի գնացել հակառակը Արտուր Չախոյանին են ծեծի ենթարկել։ Վարդան Ղուկասյանի հետ կապված շատ հետաքրքիր է մի քանի օր առաջ պարլամենտում Փաշինյանը խոսում է, ասում է մեկ իրան դուրս ենք շպրտելու, չգիտեմ այդ պաշտոնից ու մեկ էլ վդրուկ, հա, ձայնագրություն, ընդ որում անհասկանալի ինչ պայմաններում արված ձայնագրություն, ամբողջական ձայնագրությունը չկա։ Դուրս է գալիս իշխանամերձ Դանիել Հովհաննիսյանը, որ ասում է ֆանտաստիկ օպերացիա ենք, հարց դու ով ես։ Հա, այսինքն ինչպես հասարակ քաղաքասարակության ներկայացուցիչ դիրապետում է տվյալները, ինչպես են ձայնագրել Վարդան Ղուկասյանին, հա, ու եզրակացություններ անում։ Դու կամ այդ ֆորմեն հարկի ոստիկանական, հա, կամ քեզ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ պես պահի։ Եվ սա արդեն ամեն ինչ ցույց է տալիս, որ սա պատվիրված գործ է եւ բարձր որ ձեռքերը նաեւ Վարդանին կհասնեն Ղուկասյան հերթով այսպես ասած գնում են, դե այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ չպետք է լինի ընտրված անդիմադիր ուրեմն քաղաքապետ եւ իմ կարծիքով 1-2 հոգի են մնացել, չգիտեմ, մասի քաղաքապետն է մնացել ու եւս ման, այսինքն սպասենք, որ շատ հավանական է իշխանության ձեռները նաեւ այնտեղ հասնեն եւ ընտրությունների Նիկոլ Փաշինյանը գնալու է մի Հայաստանը, որտեղ այլևս անդիմադիր քաղաքապետ չկա։ Իսկ ձեր կարծիքով բոլոր այդ գործընթացները արվում են ժողովրդի դեմ, ովքեր ընտրում են այդ ընդդիմադիր համայնքապետին, թե հենց ընդդիմադիրների։ Ընդհանրապես արվում է ժողովրդավարության դեմ, այսպես ասենք, տեսեք իրենք ամենտեղ բարձրանում են, որ տեսակ արդար ընտրություններ արեցինք, չգիտեմ, 100 ձեներ պակասում Ավինյանին, բան չարեց էլի, չլցրեցինք
Բայց այստեղ հարց է, հա, չլցրեցիք ընտրություններին, ենթադրենք, բայց հետո ինչ եք անում։ Չգիտեմ, այն մյուս Վարդան Ղուկասյանից մարդ եք գողանում, հա, շանտաժի ենթարկում։ Այստեղ անգործություն եք անում, որ այդ մարդուն սպանում են Փարաքյարի քաղաքապետին, Վարդան Ղուկասյանին կալանավորում եք, չգիտեմ, Վանաձորում իրավիճակ եք ստեղծում, որ ավականին չկարողանա գործի, Բերդի քաղաքապետին կալանավորում եք, այսինքն միգուցե ավելի լավ է մի անգամից ընտրակեղծիքների անցնել եւ ասեք ընկեր դու որևէ շանս չունես ընտրվելու, որովհետեւ դու ընդդիմադիր ես։ Ոչ թե այդ թոս փչել, հա, թողել ընդդիմադիրը ընտրվի, հետո իրեն կալանավորել, ասել տեսեք իրանք բոլորը կաշառակեր են, եսի ինչ են, մարդասպան են, թալանչ են եւ այլն, այսինքն եկեք ավելի լավ այդ խաղերը վերջացնենք, հա, այդ ձևական։ Եվ գլոբալ առումով գիտեք այլ կառավարություն որոշում ընդունել, այլ դատական ինչ-որ բաներ չանել։ Կառավարությունը չզեկուցվող հարց է քննարկում Վարդան Ղուկասյանի կալանավորել, ովքեր են կողմ, չգիտեմ ոնց են ասում, ովքեր են դեմ չկա, ուրեմն բոլորս կողմ եք, չգիտեմ, հետո անցնի ասի բան։ Եկեք հայրաքելական եկեղեցու չգիտեմ, սրբազանները բոլորին բռնենք։ Ովքեր են դեմ, բռնեցին, ինչի աշխատացնել, չգիտեմ, քննչական մարմիններ, ԱԱՑ-ին տեղից հանել, չէ՞, մարդիկ կաբինետներում նորմալ տեղավորված են, էլ ուղարկել, չգիտեմ, մեջմեածին ժողովրդից դուք ումբուրուտել բան, կառավարության որոշումը ընդունեք, որ չգիտեմ, հունիսի 7-ից հետո 4 ամիս ամառա լինելու։ Դե հետո ուղղակի միջազգային ամբիոններում գլուխ գլվալու թեստ չի լինելու։ Թքած ունեն եւ իր բաների հաղթանակների եւ իր պարտությունների համար միջազգային հանրությանը, հատկապես թուրքական, պետք է Նիկոլ Փաշինյանը իշխի Հայաստանում եւ դրա համար թուրքական լոբինգի միջոցով եւ նաեւ բրիտանական լոբինգի միջոցով աչք է փակում ամեն ինչի վրա։ Ինքը կարող է համոզված եմ, չգիտեմ, մի 100 հոգի գնդակարի հանրապետության հրապարակում դա կասեն հա ինչ որ տաղաչ միջադեպ է։ Մենք բոլորս տեսանք միջազգային հանրությունը ինչպես արձագանքեց Գազայում ինչեր տեղի ունենում, ասում են դա գոնե շաբաթօրը մի կոտորեք, հա, այնտեղ հումանիտար ինչ որ ակցիա անենք։ Այսինքն միջազգային հանրության հետ կապված եթե իրենց երթումը տվել ես եւ իրանք ընդունում են որ դու իրանց տղան ես, հա, արդեն ինչ ուզում ես արա։ Շուտով նաեւ Էջմիածնում է համայնքապետի ընտրություններ կանալու, այսօր Քարոզարշավի առաջին օրն է։ Ինչ է ուզում հասկացնել իշխանությունը այս ամենով, այսինքն մի քանի օր առաջ բռնում են ընդդիմադիր համայնքապետի, հետո Քարոզարշավը սկսում է։ Կարող ենք ասել, որ ընդդիմադիր տեխնացուներին ինչ որ բան հասկացնում է դրանով։ Գիտեք, ընդդիմադիր տեխնացիոնը գիտեմ որևէ մեկին բարդ է ինչ-որ բանով վախեցնել, հա, եւ Խաչիկ Մանուկյանը գիտեմ, եւ Սևակ Խաչատրյանը գիտեմ, եւ չեմ հիշում մնացած ընդդիմադիրներին, թողներեն, բայց առնվազն չեմ զգացել իրենցից կամ չգիտեմ գեներալ Մանվելի աղջիկը, էլի հաստատ այս մարդիկ հանձնվող չեն ճանապարհի կեսին եւ պայմանավորվող չեն։ Այստեղ վատ վիճակի մեջ է գտնվում Էջմիածնի ներկայիս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որովհետեւ ինքը լինելով լավ ընտանիքից ու այդքան էլ վատ մարդ չի, իրեն փաստորեն նետել են, հա, օգտագործում են ԿՊ-ի ժամանակավոր շահ օգտագործելու համար։ Նույն վիճակը նաև Սարիկ Մինասյանն էր, որը Գյումրին բավականին հարգված անձնավորություն էր, բայց ԿՊ-ն որոշեց դա օգտագործել, որպեսզի ինչ-որ շանս ունենա հաղթել։ Այստեղ նաև հետաքրքիր է այլ տեխնացուի իշխանահաճո տեխնատուներից մեկը, չեմ ուզում անազգանուն տամ, բայց խայտարակ պարված ցուցաբերեց հմեկով, հա, այդ երիտասարդը եւ այսօր կարծացել եմ նաեւ, որ իշխանությունները ավելի շատ ուզում են, որ այդ տղան լինի, երիտասարդը լինի քաղաքապետ, քան Արգիշտի Մեխակյանը, որովհետեւ ամեն դեպքում Արգիշտի Մեխակյանն ունի մեկ մեծ բիծ, դա իր հոր անցած փառախոս ճանապարհն է։ Դրա համար պետք է հետևել, տեսնել, նստում է կեղծիքներ, բաներ, արդեն դիմել են գլոբալ առումով ընտրակեղծիքի, որովհետեւ միացրել են Էջմիածին համայնքին խոյ համայնքը, այլ ինչեր են օգտագործել ես չգիտեմ, բայց օրինակ ընդունված ձև է կողքի համայնքներից, որոնք չեն մտնում այդ համայնք, գրանցել ինչ-որ մարդկանց, ընտրության օրերին գրանցում են, հետո իրաց հետ են գրանցում, այսինքն այստեղ էլ պետք է ուշադիր հետևել։ Ձայների Կողքի գյուղերից ընդհանուր քաղաքար համայնքից 800 հոգի գրանցում են Էջմիածնի վրա, այդ 800 հոգին քվեարկում են, հետո գնում են։ Սա պետք է անպայման աջակցություն լինել, ցուցակները ստուգել եւ ստուգել նաեւ հասկանալ այդ մարդիկ, որոնք հիմա ընտրացուցակների մեջ են, իրենք իրականում որտեղ են հաշվառված եղել նախորդ անգամ, մի քիչ բարդ process է, բայց պետք է կարողանան եւ իհարկե այս ընտրաշովը սկսվեց բացահայտ, ուրեմն ընտրախախտումով, սեղաններ են փռել ժողովրդի համար, ինչ որ բացում են անում եւ այլն, այսինքն Էդ եմ ասում, մերոնքական ես, ինչ ուզես կանես, էլի, մերոնքական չես, ինչ էլ ուզես չես կարող անես այդ վիճակը։
Պարոն Քոչարյան, ընդհանրապես իշխանության բռնաճնշումները արդեն սահմաններ չեն ճանաչում։ Կցանկանայի եկեղեցու դեմ արշավին էլ անդրադառնաք։ Եկեղեցու դեմ արշավը պատվերով համերգ է, հա, եւ պատվիրել են Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան։ Բաց այդ ինչու Մեծ Բրիտանիան, որովհետեւ նույն գործողությունը Մեծ Բրիտանիան իրականացնում է Ուկրաինայում, համարյա թե 1-1, ես մի քանի շաբաթ առաջ ասացի, որ ուկրաինական սցենարը այստեղ կիրառվելու է եւ 2019 թվականին Պյոտր Պորոշենկոն որոշեց, որ Ուկրաինան պետք է ունենա անկախ սեփական ուկրաինական ուղղափառ եկեղեցի, միջազգային հանրության, այդ թվում հայտնի Ռիչարդ Մորի թուրքական հետախուզության պետի օգնությամբ Կոստանդնուպոլիսի պատրիարխը ուղղափառ Տոմոսը այդ իրավունքը տվեց այդ նորաստեղծ եկեղեցուն եւ սկսվեց մի խայտարակ process, մինչև հիմա որը շարունակում է, որ տեղում գործող ուղղափառ եկեղեցու հանդեպ բռնաճնշումներ են սկսել, հոգևորականներ են կալանավորված, ուկրաինական սրբությունը Կիևո-Պեչովսկի լավրան գրաված է, մարդկանցից հոգևորականից խլում են իրենց եկեղեցիները, ինչ-որ տեղավորում ինչ-որ մարդկանց, այսինքն մինի քաղաքացիական հոգևոր պատերազմ նաև Ուկրաինայում տեղի ունենում եւ արևմուտքը դրա վրա աչքերը շատ հանգիստ փակում է, հա, որովհետեւ ըստ արևմուտքի տվյալ ավանդական եկեղեցին, որը գործում է Ուկրաինայում, դա ռուսական ագենտուրա է եւ ռուսական փափուկ ուժի ներկայացուցիչ, նույնն էլ այստեղ է։ Նույնն էլ այստեղ է, պատվերը տված է եւ Նիկոլ Փաշինյանը չկարողանալով իր Ռոմանոս Պետրոսյանի տեղավորել հայ առաքելական եկեղեցում, հա, որտեղ եկեղեցին եւ կաթողիկոսը չհանձնվեցին եւ այդքան ճնշումից հետո միայն 2-3 հոգևորական, այսպես ասենք, թուլություն ցուցաբերեցին, հիմա ուրեմն փորձ է արվելու այս Սուտասան երիտասարդի հիման վրա, ինչ է Սուտասան, որովհետև այսօր տեսաձայնագրություն տարածվեց, ինքը ինչպես է ստել լրագրողներին, ասելով, որ ինքը չի գնացել քննչական մարմիններին ցուցմունք տվել ու հետո ինքը ասում է չէ գնացել է եւ այդ երիտասարդի հիմքի վրա փորձը ստեղծել, չգիտեմ ոնց են անվանելու, երևի Հայաստանի առաքելական եկեղեցի կամ 4-րդ իրական առաքելական եկեղեցի, չգիտեմ ինչ-որ ամենდակում այդ փորձը արվելու է երևի կփորձեն որոշակի շենքեր խլել եկեղեցուց, բայց այստեղ այդ process-ը երկար չի տևելու, որովհետև այսպիսի հակաեկեղեցական ամբողջությունները, աղանդավորական շարժումներ եղել են Հայաստանում երկար ժամանակ եղել են եւ եթե եկեղեցին չհանձնվի, հա, հիմա վեհապարը որտեղ կգտնվի Հայաստանի ներսում բանտում Հայաստանի տարածքից դուրս ինքը մեկը մնում է ամենայն հայոց կաթողիկոսը եւ Փաշինյանը ինչ ուզում է կարա անվանի իր նոր Ստեփանին, հա, չգիտեմ ձերդ գերազանցություն պայծառափայլություն տիեզերականություն միևնույն դրանից որևէ բան չի փոխվելու, այդ մարդը կարգալույց է եւ այդ մարդը իրավունք ունի որևէ պատերակ անցկացնելով։ Այստեղ էլ եմ ասում եկեղեցու հոգեվորական դասի միասնությունը, կուր միասնությունն է պետք, հակառակ բaragայում Փաշինյանը կհաջողվի այն անել այն, ինչ որ չեն կարողացել անել ոչ արաբները, ոչ բյուզանդացիները, ոչ պարսիկները եւ մնացածները։ Բայց կարծես մենք դա չենք տեսնում, չէ՞, եկեղեցու ներսում էլ են պառակտումներ նկատվում։ Արամ Այի Փաշինյանի նկատմամբ ցուցաբերած ուշադրությանը ինչպես եք վերաբերվում։ Շատ վատ եմ վերաբերվում, որովհետեւ ամեն դեպքում Արամ առաջինը այսօր էլի ինչ որ հերթական բան ասեց, որ իշխանությունը մի քիչ իրենց լավ չեն պահում։ Այստեղ մի քանի ուրիշ հարց կա, ես ուսումնասիրում եմ բավական երկար ժամանակ, ես որոշակի համագործակցություն եմ տեսնում Արամ առաջինի եւ կաթոլիկ եկեղեցու հետ, ես չգիտեմ դա ինչ համագործակցություն է, բայց առնվազն Արամ առաջինը կարողանար ջանքեր գործադրել, որպեսզի օրինակ Հռոմի Պապը չսատարեր, այսպես ասենք, Հայաստանում միջակայքում եկեղեցու դեմ եւ իր կողմից ուղղակի կոչաներ Փաշինյանին դադարեցնել եկեղեցու դեմ հալածանքները։ Ես այլևս այդպիսի բան չեմ տեսնում եւ ես տեսնում եմ Արամ առաջինի համագործակցությունը Հռոմի Պապի հետ։ Ամեն դեպքում տեսեք մի փոքր բարդ է, հա, որովհետեւ կոպիտ ասած 4 պատրիարխ ունենք, հա, 2 կաթողիկոս, 4 պատերարք Ստամբուլին նշանակվում է Էրդողանի կողմից, հա, այստեղ իրենց բարդ է ինչ-որ բան ասել, Երուսաղեմն էլ զբաղված է իրենց խնդիրներով։ Ամեն դեպքում որևէ մեկը չի կանգնում ասում, որ Գարագին Եփեապարը ինքը ամենայն հայոց կաթողիկոսը չի եւ ամենայն հայոց կաթողիկոսությունը հենց իրենք ընդունում են։ Բայց այսպիսի խաղիկները, հա, իհարկե իր ընդունելություն եւ ցույց են տալիս ուղղակի տվել անձանց թուլությունը, որովհետեւ մի բան է ինչ-որ գնալ ճառեր կարդալ, ուժեղ ռետորիկ տպավորություն թողել, մյուս բանը, որ քո եղբայրը գտնվում է
պրոբլեմների մեջ դու այդ ֆոնի վրա ինչ որ փորձում ես սեփական քեզ բանանես, առաջ տանես կամ ինչ որ բան անես։ Էլ եմ ասում, անսխալական մարդիկ չկան, հա, բոլորը կարող են սխալվել, հիմա կարևորը որ մարդիկ հասկանան ըխնել են սխալ եւ ապաշխարեն։ Իշխանության կողմից հարուցված բոլոր այդ քրգործերում, թե Սրբազանների, թե Սամվել Կարապետյանի նկատմամբ կցված են ինչ-որ ձայնագրություններ։ Այստեղ էլ կարծես թե նկատվում են երկակի ստանդարտներ, որովհետև տարիներ առաջ, երբ ԱԱԾ եւ ՔԿ պետերը Փաշինյանի հետ քննարկում էին, թե ինչպես ձերբակալեն Ռոբերտ Քոչարյանին, քրգործ հարուցվեց ոչ թե քննարկողների, այլ ձայնագրողների մասով, բայց հիմա խոսողներին են ձերբակալում։ Այն եմ ասում, դեռ տեղավորում եմ, այդ ինչ ուզում եմ անում եմ, իմ մեջնա որտեղ ուզում եմ դնել եմ, հա, այդ հայտնի անեկդոտն է։ Եվ սա տևել է այնքան, մինչև Փաշինյանը իշխանությունում է։ Ես էլ եմ ասում, շատ ավելի հետաքրքիր բաներ կարող է անել, ճակերտավոր հետաքրքիր, ապշեցուցիչ, էլի, որ ուղղակի մենք սովոր չենք, բայց մարդիկ, որոնք քիչ թե շատ ինչ-որ պատմություն են կարծել կամ հետվում են ժամանակակից, ուրեմն աշխարհում ինչեր է կատարվում, չգիտեմ, Արգենտինայի նախագահան ինքը рэպեր է, հա, եւ էլի սրա նման պոպուլիստ։ Այս մարդն մի օր որոշեց, որ արգենտինացիք պետք է 40%-ով աղքատանան։ Ու մարդիկ արթնացան լրիվ այլ դոլարի կուրսով, հա, մի օրում այդ մարդը որոշեց, որ այդպես է լինելու, հա։ Այսինքն սա բնորոշ է որոշ երկրներին եւ սա նաեւ տեխնոլոգիա, ինքը կոչվում է կոլոնիզացիա, հա, ծաղրացուացում process-ների եւ այդ ֆոնի վրա այդ ծաղրացումները պոպուլիստներ իրենք բավական մեծ շանսեր ունեն գրավել ամեն ինչից զզված հոգնած մարդկանց սրտերը, հա, դա աշխատում է մեկ անգամ, որովհետեւ այնպիսի վնասներ են իրենք տալիս սեփական պետությանը, որ նույն ժողովուրդը երթվում է գոնե մի 50 տարի իրանց չտենալ, էլի այդպես այդպիսի կատեգորիա, բայց կախված նրանից քանի տարի է, հա, այդ բան մարդը կարողալ է երկել եւ կախված նրանից ինչ վնաս է տվել, հիմա երկիր կա կարող է տակից դուրս գալ, նակ Արգենտինան բավական մեծ երկիր է, երկիր կա կարող է տակից դուրս չգա, որ խոսքը գնում է Հայաստանի մասին։ Մենք պետք է ուղղակի սովորենք, որ ներկապային Փաշինյանը դա ցավոք սրտի մեր երկրի համար բանանային հանրապետության դիկտատոր է, ելի եմ ասում, վաղ ինքը կարող է ինչ-որ մեդալներ սկսի իրեն շնորհել, հա, կարող է ինչ-որ ռազմական արվեստի ինչ-որ բաներ տա, մեծ խորհուրդներ տա, կարող է ինքը, չգիտեմ, գնա ֆիզիկայի ֆակուլտետում դասավանդի, չգիտեմ, իրական քվանտային ֆիզիկա կամ, չգիտեմ, Նյուտոնի 4-րդ օրենքներ, բոմբոնի, հա, ամեն ինչ կարող է անել, եմ ասում, քանի կարողանում է, քանի թողնում են, ինքը դա անել է։ Ամեն ինչ կարող է անել, իսկ վերընտրվել կարող է։ Կարող եւ չվերընտրվել, հա, վերընտրվել, սա մի քիչ նման է բանի անեկդոտին, ասում են ինչ հավանականություն կա, որ շտանից դուրս գալուց դինոզավրին կտեսնես, 50% կամ կտեսնես կամ չես տեսնի։ Խնդիր ունի ինքը վերընտրվելու հետ եւ դրա համար ինքը իրեն չի կարող իր մեջ ների ընդհանրեն Վարդան Ղուկասյանին, որը հաղթել է ընտրություններում, հա, որովհետեւ ինքը մի համակարգ է ստեղծել, որտեղ ինքը անդադ պետք է վերարտադրվեր եւ այդ համակարգի հիմնական կորիզը դա նախկիններ այդ բառակապակցություններ, դա ռոբոսերժական կոնստրուկցիաներն են։ Հիմա դա ջարդվել է։ Հիմա ընտրությունը միասնական չի գնացել Գյումրի ընտրություններին, որոնք ընդհանրեն կարող ինչ-որ կեղտորներ ասել, բան հանեք իրանց ընտրություններից, հա։ Գնացել են մի քանի շարասյունով, այսպես ասենք, հա։ Այս շարասյուններից 4-ը ընդդիմադիր իրենք անցել են հավականի։ Եվ այստեղ խնդիր առաջացավ, որ մարդիկ, ովքեր իրեն ատելով ատում էին, հա, իրենք հանտավի որ հանները որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, իրենք իրար պայմանավորվեցին, հա։ Հիմա չեմ ուզում դրան անդրադառնալ ոնց են պահում հիմա որոշ մարդիկ իրանց, երբ որ իրենց այսպես ասենք համ երկրացին կալանավորման մեջ է, հա, ինչ որ դուրս գալը, հա, ես ասում եի, բան տեսակ խոցելի է, բան, անխոցելի մարդ չկա ոչ Գյումրիում, ոչ էլ Հայաստանում, բայց այդ սցենարը ինքը վախացրեց եւ Փաշինյանին, հա, եւ ցավոք սրտի որոշակի ուժերին, որոնք շատ լավ հասկանում են, որ ընտրությունների միջոցով իրենք կարող են դուրս մնալ Հայաստանի քաղաքական կյանքից, հա, եւ ես տեսնում եմ մոտավորապես չեմ կարող ասել պայմանավորված է, ամեն մեկը երևի իր շահն է լուծում, բայց որոշակի խոսակցություններ կան, որ միավորվենք, 3 նախագահ, ես իմ ինչ-որ բան, տարանջատումը սխալ է եւ այլն, մեկը պարտվելու է, պետքա բոյկոտ անել, ես իմ ամեն ինչ բանում, սա նշանակում է կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Փաշինյանը մեկը հաղթած է, հա։ Հիմա տեսեք, Փաշինյանին
հեռացնելու իշխանությունից 3 ճանապարհ կա, օրինական ճանապարհների մասին է խոսքը, ուրեմն impeachment-ը, արտահերթ ընտրություններ եւ հերթական ընտրություններ։ Ամեն մի հարց ունի լեգիտիմության իր աստիճանը, ամեն հարց ունի ռիսկայնության իր աստիճանը, ամեն հարցը ունի իր մոտեցման ձևը, հա, եւ այստեղ պետք է ճիշտ հաշվարկներ անել, չմերժելով մնացած երկու ձևը, հա, այսինքն եթե impeachment-ով ստացվի շատ լավ, հա, բոլորս կողմ ենք impeachment-ով ստացվի, չի ստացվում, պետք չէ ասել, դե դա որ impeachment-ով չի ստացվել, թաղեն բոլորին, բան, մենք այլևս ընտրության չեն գնալու, վերջ խաղը ծախված է, սուդյան առածը, չէ, այդպես չի կարելի։ Մենք խաղում ենք մի դաշտում, որտեղ բոլոր հնարավոր շանսերը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կարող է զրկվի իշխանությունից, պետք է օգտագործել։ Ես պատկերացնում եմ որոշ մարդիկ, օրինակ եթե impeachment-ը չստացվի, լրացավ այդ ժամկետը, իրանք պահանջելու են ընդդիմությանը վայր դնել մանդատները։ Այդ մարդիկ, ովքեր չեն ուզում, որ ընտրություններ տեղի ունենա Հայաստանում, փորձել են այդ նույն հիմա կսկսեն նույն այդ վիճակները արդեն մամուլում բանանել, որ վայ դրեք, ես իմ սահմանադրական բան ստեղծեք, կրիզիս ստեղծեք, էլի։ Ինչի վայր դնել մանդատները, եթե մանդատների շնորհիվ դու կարողանում ես տարածքային ընտրական հանձնարարողում տեղեր ունենաս եւ որոշակի վերահսկողություն։ Թեկուզ նույն Գյումրու սցենարով օրինակ։ Թեկուզ նույն Գյումրու սցենարով։ Այսինքն ել եմ ասում, այստեղ գիտեք ոնց է, հիմա 5 մատներ իրար հավասար չեն, հա, եւ արդարություն աշխարհում չկա։ Հիմա կարող է ժամանակավորից դու դուրս մնաս քաղաքական պալիտրայից, կարող է հետո վերադառնաս քաղաքական պալիտրա, բայց ապրել են պրինցիպով, եթե ես չլինեմ, ոչ մեկ թող չլինի, դա իմ կարծիքով սխալ է, եւ նախընտրական, ընտրական, հետընտրական process-ներին դու 5%-անոց մարդ ես, 10%-անոց մարդ ես, թե 2%-անոց մարդ ես, դու պետք է քո ամեն ինչ անես, որ ամեն դեպքում հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանը հեռացվի ուրեմն իշխանությունից։ Դրա համար պետք է շատ աչալուրջ լինել եւ մեծ պատասխանատվության զգացումով մտնել ընտրապայքարի մեջ։ Եթե դու գիտես, որ դու 1-2%-անոց մարդ ես, թե դու գիտես, որ դա առավելագույնն է եւ այդ ձայները կարող են փոշի անել, մի մտի։ Գնա ավելի մեծ ուժին կպի, գնա, ասա, չգիտեմ, արի ես 5 հոգով մտնենք քո, չգիտեմ, 30-ի մեջ, էլի, այսինքն հասկացի, որ սա promotion-ի քաղաքական կարիերա է սկսելու ժամանակը չի, բանը շատ են ասում, գնա մի քիչ Երևա, հետո մյուս ընտրությունների կմա, չէ, այստեղ Երևանու հարց չի։ Այստեղ Հայաստանի ճակատագիրն է։ Հիմա դու կարող ես 1% արձանագրես, բայց քո 1%-ի պատճառով ընդդիմությունը պարտություն կրի եւ այդ պատասխանատվությունը ընկնել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի վրա, որոնք մտել են ցաներ պատասխան, չէ, որ երկուսն էլ կարող է շատ լավ իրենց կյանքը դասավորեն, հա, մեկը երկուսն չգային Հայաստան եւ հանգիստ իրենց կյանքով ապրեն, էլի, բայց ելի եմ ասում, այդ 1%-ը էլի անեկդոտով փորձեմ ավարտել միտքս, ջրագնդակի ուրեմն բան է գնում, մրցում է գնում եւ մեկը մենակ է դուրս գալիս դարպասապայեմ եւ մարդը գոռում է, ասում է գնդակը նետանք Սարգսին տուր, հա, ինքը շարունակում է դողալ դեպի դարպասները, դալիշն է գոռում Սարգսին գնդակը տուր, էլի, ինքը էլի չի լսում, գնում է գոլը խփում է, ուրախ ոնց բան անում, բացականչում է, մարդը չասում է, ինչ արեցիր, ասում է, ես գոլ խփեցի, ասում է, դու գոլ խփեցիր, Սարգիսը խեղդվեց, հա, հիմա Սարգիսը դա կարող է լինի ամբողջ ընդդիմությունը, հա, ամբողջ հականիկոլականությունը Հայաստանում, որը մեկ այսպիսի մարդու համար, էգոիստի համար կարող է կործանվել, դրա համար պետք է պայքար տանել ընտրությունների ժամանակ ոչ միայն իշխանությունների դեմ, այլ նաև կամա թե ակամա իշխանության դաշտում ուզելով չուզելով խաղացողների դեմ, եւ այդ մարկանց այդ փոքր տոկոսներին, հա, պետք է ուղղակի վռնդել քաղաքական դաշտից կամ ուղղակի իրենց խորհրդան մնալ ավելի ուժեղներին։ Հետո արդեն իշխանափոխությունից հետո նորմալ ընտրությունների ժամանակ եկեք, կարիերա արեք, չգիտեմ, ինչ որ քաղաքական ինտրիգներ մտեք, հա, ինչ ուզում եք արեք, էլի ներկապային այս 26-ի հունիսի ընտրությունները կամ դրանից առաջ արտահերթ ընտրությունները դա հստակ ճակատագրական ջրբաժան է Հայաստանի լինելու թե չլինելու մեջ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Ոնց